Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 7-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Օրը չորեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 7-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը կամ դուք եք հիվանդ, տեսակ տխրում եք, ոնց որ դե մարդը, որ հիվանդ է արդեն ինստինկտյան տրամադրություն ընկնում է։ Նաև կարող է հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեք, դրա համար եք տխրում։ Օրվա ընթացքում ամեն ինչ կկարգավորվի, արդեն ձեզ էլ լավ կզգաք, բայց նաև երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում։ Եվ օրվա մեջ նաև կստանաք շատ երկար սպասված ոչ է տեղեկատվություն, փաթեթ, փաստաթուղթ կարող է լինել։ Ոչ է կարևոր մի բան է ձեզ համար։ Բայց ընդհանրապես այս քարտով ոնց որ արդեն անկարևոր է դառնում, այնքան է ուշանում, այդպես է կա։ Նաև այստեղ տան հետ կապված իրադարձություններ են կամ տանն է կամ ոչ մեկը հիվանդ, կամ տան հետ կապված ինչ-որ պահեր են։ Այստեղ եւս, կամ շուտ եք պարկում քնելու, կամ ուշ եք պարկում քնելու, կամ էլի ձեզ վատ եք զգում երեկոյան եւս էլի պարկում եք հանգստանալու։ Գուցե առիթից եք շատ հոգնում, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք եւ հոգնում գալիս էլի նորից քնում եք։ Նաև ոմանց այդ օրը սիրո խոստովանություն կանեն, մի պատմեք ոչ ոքին։ Դուք կարող եք անել, նաև ձեր հարազատների շրջապատում կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 7-ին։
Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է վերաբերվում, բայց երկար սպասված կամ նամակ կստանաք, տեղեկատվություն, փաստաթուղթ, որից հետո ձեր գործերը կկարողանաք արդեն առաջ մաղել, առաջ կտանեք ձեր բոլոր գործերը։ Եվ ճանապարհ եք գնալու կամ սպասում եք, որ մարդիկ գան, օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, նաև կարող պարկել հանգստանալ, հենց չդիմանաք, եւ նաև դա ինտիմ հարաբերություններ է։ Եվ օրվա վերջ կարող եք վիճել, նաև իրար չհասկանալ ձեր եւ ձեր ընտանիքի միջև, ընտանիքի անդամների կամ ձեր եւ ձեր զույգի միջև։ Հետո ելք եք փնտրելու հաշտվելու համար, հետո օրվա վերջ եւս տատանվելու եք ինչ անեք, որ մեղքերը քավեք, որովհետեւ կարող է իրոք մի լավ վիրավորում եք իրար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 7-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը առավոտյան կամ դուք եք հիվանդ կամ հիվանդ ունեք, հիվանդանոցում ո1 ունեք կամ գնում եք նմանատիպ կենտրոն, մտածում եք, մտքերի մեջ կլինեք, հույս ունեք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա կամ հույսով եք ինչ-որ մի հարցի շուրջ։ Նաև օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ, դա եթե դուք եք հիվանդ, կարող է օրվա ընթացքում եւս էլի ցանկություն ունենաք պարկելու, կարող ձեզ թույլ եք զգում եւ ուզում եք ուղղակի պարկեք հանգստանաք եւ սեղանի շուրջ եք նստելու երեկոյան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 7-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը կամ շատ ուշ եք արթնանալու քնից։ Հեռախոսազանգ է ձեզ արթնացնելու քնից, բավականին երկար կարող եք քնել, մնալ քնած։ Նաև ինտիմ հարաբերություններ կարող է լինել ոմանց համար։ Հեռախոսազանգ ունեք, կամ դա ձեզ նոր հույս է տալիս, կամ հույսով սպասում եք, որ ձեզ զանգահարեն։ Եվ երեկոյան ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց ընտանիք կմիավորվի, ամուսինը կգա տուն, երեխան կգա տուն, հարազատներով կհավաքվեք, գործարք կարող եք կնքել, դրանից ձեզ լավը զգաք, սիրո խոստովանություն նաև, դուք կանեք, ձեզ կանեն, խոսքով հիանալի պահեր են երեկոյան, կամ ընտանիքում շատ կարևոր օր է ձեզ համար և դա եք նշում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ուզում խառնվում։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 7-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը նամակ կարող եք ստանալ, բայց տեղեկատվություն կարևոր, փաստաթուղթ ստորագրեք, փաստաթուղթ ստանաք, առավոտյան մի փոքր տխուր եք, միայնակության զգացում է, ինչ-որ դեպրեսիվ վիճակ է, բայց հետո տրամադրությունը բարձրանում է, օրվա ընթացքում բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լցված կլինեք, ոմանց սիրո խոստովանություն կանեն, կամ դուք կանեք, նաև սա հարազատներին տեսնելն է, ինչ-որ մի բան է լինում, որ ձեզ լավ եք զգում, սիրտը ուրախ է, և զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք ձեր գործերում, ձեր կարիերայում, հնարավոր է պաշտոն են տալիս, հնարավոր է առաջ են տանում, ոչ է գործ են տալիս ձեզ, որ դուք անեք, ոչ է շատ կարևոր ինչ-որ մի բան է ձեր գործերի մեջ, որ դա ձեզ շատ կուրախացնի, կզարգանա, եթե բիզնես եք անում, ապա դա կարող է վաճառքներ եք անում, ինչ-որ պատվերներ եք գրանցում, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 7-ին։
Հարգելի օձեր, մի քիչ առավոտը խառնա, լավ օր չի սկսում։ Մեծ առավոտյան կարիերայի առաջ խաղացում ունեք այստեղ։ Հնարավոր է նոր առաջադրանք են տալիս կամ շատ կարևոր մի բան է, որ ձեր աշխատանքում առաջ եք գնում։ Հնարավոր է նաև սա լինում է օրինակ ձեր բիզնեսը, եթե բիզնես ունեք։ Բայց հետո խոչընդոտներ կան։ Հետո ինչ-որ մի բան է փակվում, չեք կարողանում դա անել։ Ուշ է լինելու։ Կամ մտածում եք, որ ուշ է լինելու, գորգռում եք այդտեղ, լավ գորգռում եք, հետո կարող է միամիտ լինում է։ Կամ ինչ-որ մեկից է կախված, ովքեր ինչ-որ մի բան չեն արել, եւ հետո գորգռում եք այնտեղ լինում է, որտեղ ինչ-որ մի բան է, որը պետք է ուշ լինի։ Կամ միգուցե գորգրակ ուշ լինի։ Ուշանա դա, ավելի ուշ կարողանաք այն անել, ինչ որ հետո չեք կարողում անել։ Նաև տան հետ կապված իրադարձություններ են, ոմանք կարող են նաև աշխատանքը տեղափոխել տունը անել, տանից սկսեն աշխատել, տանը բիզնես բացեք, կամ տան աշխատանքներ են, որոնք որ կանեք, միգուցե ուբորկա եք անում, միգուցե ի վերջո հավաքում եք ամանորի սեղանը եւ այլի մաքրությունը հավաքել եւ այլն, կապ չունի չորեքշաբթի թե ինչ։ Նաեւ ձեզ արդեն սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, ոմանց սիրո խոստովանություն կանեն, ոմանք իրենց ընտանիքից սեր կստանան, միգուցե ընտանիքով եք մաքրում, տունը հավաքում, կամ օգնում են ձեզ աշխատանքի հետ կապված հարցում։ Ում ընտանիքի անդամներից որսը մեկն է սկսում աշխատել։ Եվ այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդկանց եք սպասում, որպեսզի գան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին հունվարի 7-ին։ Հարգելի ձեր, այդ օրը բավականին ուրախ կլինեք, առավոտյան բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լցված կլինեք։ Նաև հետո կհանդիպեք ոչ տղայի, կարող է ձեր ուրախության պատճառը այդ տղան է, միգուցե ժամադրվում եք, միգուցե ձեր տղան է, ձեր եղբայրն է, ամուսինն է, կամ նոր ծանոթություն է, իմանում եք օրինակ գալիս է ինչ-որ մի տեղից, առաջին անգամ եք տեսնելու։ Նաև այստեղ ձեր գործերը, ձեր հարաբերությունները, ամեն ինչ, ինչ որ մտնում է կյանքի բոլոր ոլորտների մեջ, դա առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, կամ հարաբերությունն է զարգանում, կամ աշխատանքը, բիզնեսը, օրվա ընթացքում եւս էլի ձեր գործերը առաջ կմաղեք ոչ այնքան շատ, որքան դուք եք ուզում, բայց հետո ոնց որ հույսով եք կամ հույսով լցվում եք, որ այո, կլինի, այո, կկարողանամ անել։ Այդպես, ինչ որ մի հույս է կամ տալիս ձեզ, որ ինչ որ գործեր առաջ եք մղում։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, ոչխարներին։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 7-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում, մոռացել էի անունը։ Այդ օրը կամ քնից շուտ եք արթնանալու, կամ երկար կքնեք, կամ երեկոյան է այստեղ ուշեք քնելու, կամ շուտ։ Օրվա ընթացքում ոչ նամակ կստանաք, գուցե SMS է կա, ինչ-որ մեկ հետ խոսում, կարևոր փոստաթուղթ կարող է լինել, կամ կարևոր տեղեկատվություն, Եվս բացի դա եւս մեկ այլ տեղեկատվություն եք ստանաք, որին որ երկար էիք արդեն սպասել։ Մեկ ուղղակի գալիս է, մյուսը երկար էիք սպասել, այդ տեղեկատվությունը դա կստանաք։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղայի հետ, բայց այստեղ ոչ հնարավորություն եք բաց թողնում այդ տղայի հետ կապված։ Կամ իրոք հանդիպելու, կամ տեսնելու, կամ շփվելու, կամ ինչ-որ հարցեր տալու, ինչ-որ բան է, որը այդ հնարավորություն ձեր ձեռքից բաց եք թողնում այդ տղայի հետ կապված։ Եվ որևէ գաղտնիք կբացահայտվի, գուցե այդ տղայի հետ է կապված, կամ ինքն է բացահայտում, հետո ասում եք, վայ, հազիվ տեսել էի, ինչի չհարցրեցի սա, դե մորեն ինչ-որ ուզում եք, կամ գրանցեք, կամ հետո կհարցնեք, հետո չեք կարող, ոնց այդ չունեք այդ հնարավորությունը։ Բայց այստեղ նաև կարող է օրվա վերջ ինչ-որ մեկը ձեզ ոչ մի բան առաջարկի, որը փուջ է, որը ռեալ չի այդքան, համոզվելուց եւ համաձայնվելուց առաջ երկար մտածեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 7-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ տղայի հետ, նաև երկերեսանի մարդիկ կան, ովքեր որ այնպես են անում, որ խոչընդոտները առաջանա ձեզ մոտ։ Մի վստահեք իրենց, միգուցե այնպեսի մի բան են ասում, որ դրանից հետո է միգուցե ձեզ մոտ խոչընդոտները առաջանում, ինչ-որ բաներ են անում։ Բայց հետո լավ լուր եք լսելու, բարի լուր եք լսելու, այնպես որ այդ խոչընդոտները իրանք չեն կարող երկար բերել ձեր կյանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունվարի 7-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը կամ ընտանիքի անդամների հետ եք վիճելու, ինչ-որ այստեղ կարիերան է առաջ գնում կամ ինչ-որ մի ձևով առաջ խաղացում կա, բայց կարծես թե ընտանիքի անդամները դեմ են, գուցե ժամին են դեմ, որ այդքան ժամ պիտի աշխատեք, խոսակցություն կլինի ձեր եւ ընտանիքի անդամների միջև, որ չէ, բավական է օրինակ աշխատես եւ այլն, ինչ-որ մի բաներ են, որը ձեր կարիերան առաջ է տանում։ Դրա համար կարող եք նեղվել, որ կամ թույլ չեն տալիս աշխատեք, կամ այդ նման խոսակցություն է տեղի ունենում։ Եվ այդ օրը ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդկանց եք սպասում, որ գան, հուզվում եք, կամ իրենց եք տեսնում, հուզվում եք, կամ միգուցե ճանապարհ գնալուց եք հուզվում։ Եվ այդ օրը նաև գումար կամ կստանաք, կամ կծախսեք, կտրուկ որևէ քայլ կանեք, կամ անսպասելի որևէ ինչ-որ մի բան տեղի կունենա, երկար սպասված նամակ կստանաք, տեղեկատվություն կստանաք, եւ կարող դրանից հետո եք որևէ կտրուկ քայլ անում։ Կամ դա է, ինչ-որ անսպասելի է ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին հունվարի 7-ին։
Հարգելի շներ, այդքան էլ լավոր չէ։ Վիճում եք կամ ձեր գործընկերոջ հետ կամ զուգընկերոջ հետ։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինեք։ Հետո ոչ է հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնելու։ Միայն սա է։ Այնպես որ պետք է կարողանաք ձեզ զսպել, որպեսզի չվիճեք։ Գործընկերը նաև կարող է լինել եւ այն մարդու հետ, որ աշխատում եք, եւ այն մարդը, ում հետ որ բիզնես եք հիմնել կամ այդպես եք իր հետ աշխատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 7-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում։ Մետրո առավոտյան ոչը խոչընդոտներ կան, կամ անսպասելի է դա լինում, կամ անսպասելի կբացվի խոչընդոտը, կամ նաև դուք ինքն այդ կտրուկ ոչը քայլ կանեք այդ խոչընդոտները բացելու կամ ինչ որ դա կարողանալու ինչ որ գործ անելու, ինչ որ դա համար։ Նաև օրվա ընթացքում լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, հանդիպում կամ շփում կունենաք որևէ տղայի հետ, մուքսը նոր ծանոթություն է։ Միգուցե այդքան էլ հաճելի չէ, որովհետև հետո ինչ որ մեկի հետ եք վիճում, չգիտեմ այդ տղայի հետ եք վիճելու թե հետո ում, բայց կարող եք վիճել։ Եվ պետական հիմնարկությունից կարող եք նամակ ստանալ տեղեկատվություն, հնարավոր է ուսման կենտրոնից է, բժշկական կենտրոնից է, ինչ-որ մի տեղից է, որտեղից կարող եք տեղեկություն ստանալ, SMS նաև ստանալ։ Նոր եկեք ստուգվեք, նման ինչ-որ պահեր կարող են լինել։ Եվ այնտեղ ոչ մի բան է, փուչկի նման պայթելու, դա է խոչընդոտ հանդիսացնելու ձեզ համար։ Նաև դա, եթե ինչ-որ մի բան ձեզ կառաջարկեն այդ օրը, ապա մի համաձայնվեք, որովհետև դա հստակ հետո ձեզ համար խոչընդոտներ է առաջացնելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։